Արա լեռան սրտում գտնվող ժայռափոր վանք միայն ոտքով կամ այսպես ամենագնացներով է հնարավոր հասնել։ Լեռան ստորոտից շուրջ 3 կիլոմետր հեռավորություն է պետք հաղթահարել բնական քարանձավի մեջ գտնվող ուխտավայր Ծաղկևանք հասնելու համար։ Հայաստանի տարբեր անկյուններից ուխտավորները հույսով, հավատով, աղոթքով գալիս են այստեղ խնդրելու քրիստոնյա կույսի բարեխոսությունը։ Եթե ինչ-որ մեկ հատուկ նպատակներով է գալիս, սիրով է գալիս եկեղեցի, ուրեմն իր համար ճանապարհը դժվար չի, ինչքան էլ որ իրականում դժվար է։ Դեռ փոքր ժամանակ, խորհրդային իշխանությունների ժամանակ, ես դեռ փոքրիկ երեխա հիշում եմ։ Այդ ժամանակներից դեռ ժողովուրդը միշտ այս ուխտը ունեցել է։ Ճիշտ է, մենք այն ժամանակ չգիտեինք Հիսուս Քրիստոսի մասին, Տիրոջ փրկagorցյան խորհուրդը, բայց այսպես ավանդաբար, սրտի կանչով, արյան կանչով, ժողովրդով, ընտանիքներով, մեծ ու փոքրով գալիս ենք Ծաղկևանք, այսօր ժողովուրդը գալիս է արդեն ուխտավորաբար, գալիս է հասկանալով, ըմբռնելով, գիտակցելով Տիրոջ փրկagorցյան խորհուրդը, ուրախանալով Տիրոջ համբարձման զորությամբ։ Համբարձման տոնին Ծաղկևանքի ուխտի օրն է։ Ժայռափոր վանքն իր փոքր չափերի պատճառով չի կարողանում բոլորին իր գիրկն առնել։ Մարդիկ պատարագի մասնակցում են նաև դրսում, աստիճաններին կամ քարերին նստած։ Տոնական պատարագը Տեր Սարգիս Քահանա Սարգսյանը մատուցեց, ուխտավորներին ներկայացնելով տոնի խորհուրդն ու կարևորությունը։ Այստեղ նաև Ղազարավանի Մենաստանից բերված է Սուրբ Վարվարա կույսի մասունքը, որ պահվում է մեր թեմում Մկրտիչ Սրբազան հոր օրհնությամբ Ղազարավանի Մենաստանում եւ այսօր Հայր Սուրբի թեմի վարչական խորհրդի օրհնությամբ Սրբազանի գիտությամբ եւ օրհնությամբ Մենաստանը քույրերը չեն եկել, բայց մենք մասունքը կրկին բերել ենք, որովհետեւ Սուրբ Պատարագից հետո ժողովուրդը նաև կարողանա հաղորդակից լինել Սրբուհու մասունքին, երկրպագել, խոնարհվել Սրբի բարեխոսական օգնականությունը խնդրել։ Ծաղկևանքի անվան հետ կապված մի ավանդազրույց է պահպանվել, համաձայն որի կույս Վարվառան քրիստոնեություն ընդունելու համար ենթարկվել է հոր դաժան հալածանքներին եւ թաքնվել Արայի լեռան փոքրիկ ժայռախորշում։ Հայրը սակայն գտել եւ սպանել է դստերը։ Ասում են, որ սրբավայրի առաստաղից հոսող ջուրը կույսի արցունքներն են, որոնք բուժիչ հատկություն ունեն։ Հավատացյալները նաեւ այդ ջրի համար են հասնում վանք, կաթիլ առ կաթիլ հավաքում հիվանդներին բժշկելու համար։ Իմ կարծիքով ամեն ուխտավայրել ու ամեն կրոնական տոնել իր հերթին միջոց է բոլորիս մեր հավատքի մեջ ամրացնելու համար, իսկ այսպեսի ժողովրդական ավանդույթներն էլի ավելի մեզ կապում են, թե հոգևոր եւ թե էլի ժողովրդական տեսանկյունից կապում են մեզ մեր հավատքին, մեր ավանդույթներին ու մոտեցնում մեր եկեղեցուն։ Արագածոտնի թեմի Լուսագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները խորհրդանշական ծաղկեփնջեր էին բաժանում ուխտավորներին։ Ծաղկևանքը եղել եւ շարունակում է մնալ սիրված ու զորավոր սրբատեղի հայ հավատացյալի համար։ Դրա մասին է վկայում տարեցտարի ավելացող մարդկանց թիվը։ Այսօր էլ չնայած աշխատանքային օրվան, հավատացյալների հոսքը դեպի ուխտավայր չէր դադարում։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։